Բարև ձեզ բարեկամներ, փաստերի անակնկալների եւ իհարկե կարճիկների հերոստալիքը Փակ TV-ն նորից եթերում է։ Եվ այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու միանձնավորության ում կողմից բերված փաստերը, անակնկալներն ու կարճիկները իհարկե շատ ոչ միայն հետաքրքիր են, այլ նաեւ ինքնատիպ։ Եվ այդ անձնավորությունը մեր ճանաչված էքստրասենս շաման Արման Այվազյանն է, բարև ձեզ Արման։ Օրը բարին, պարոն Ղուշյան։ Դե ես ուրախ եմ, որ լավ տրամադրությամբ ես նկատեցի եկել Փակ TV, ինչով ես դա բացատրում։ Աշխատանքային մեծ շրջագայությունից հետո արդեն եկած վիճակ, նոր պատրաստում ենք նոր շրջագայությունների, բացի այդ ինչքան ժպտաս, այնքան ավելի լավ կլինի։ Պարզ է։ Ինձ հիշեցնում ես հայտնի ֆիլմի հայտնի հերոսին, պրոֆեսոր ինձ համար քննությունները տոնեն։ Միշտ պետք է ժպտալ, որովհետև ցանկացած դեպքում, երբ որ դու ունես բացասական ինչ-որ էներգետիկա, բացասական երևույթ, մարդկանց հետ շփվում ենք, իմ պարագայում հատկապես ինքներդ եք տեսնում, ինչքան օրական մարդկանց հետ եմ շփվում, ես բոլորին ասում եմ, հաճախ ժպտացեք ու բաց թողեք այդ էներգետիկան, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։ Ու իմ ասացի ես էլ եմ անում, որովհետև դա շատ կարևոր փաստ է։ Դե սկսենք մեր զրույցը երևի խոսելով ապրիլ ամսվա հորոսկոպի առավել կարևոր եւ նշանակալից այդպես նշանների մասին խոսելով։ Այս ամսվա ամենակարևոր, քանի որ արդեն գալիս է ամսվա կես, հա, այս ժամանակահատվածում ամենակարևոր հորոսկոպի նշանները դրական, դրանք աղեղնավորներ են, ջրհոսները եւ խեցգետիներն են։ Իրենց համար շատ լավ ժամանակաշրջան է սկսում, մինչև մայիսի 20 ընկած ժամանակահատվածում լինելու են շատ դրական, շատ պոզիտիվ, ունենալու են շատ մեծ հաջողություններ։ Ռիսկային գոտում այս պահին ունենք առույցները, կույսերը եւ երկվորակները։ Առույցներին խորհուրդ ենք տալիս լինել մի քիչ ավելի զգոն, լինել ավելի թեթև, ցանկացած խնդրին վերածել ավելի հանգիստ վիճակում, որովհետև ցանկացած լարում երբ որ լինի, այդ ժամանակ իրենց խնդիրները կրկնապատկվեն, բայց տվյալ պարագայում ավելի հանգիստ լինելով, ես բժշկական միջամտություններ ունեցող մարդկանց հատկապես խորհուրդ եմ տալիս ժպտալ հաճախ, որովհետև իրանց լարվածությունը ավելի է ծանրացնելու իրանց ֆիզիկական, առողջական խնդիրների խնդրի գլուխ բարձրացնելը։ Երբ որ այդ ամենին թեթև եք նայում, շատ մեծ հանգիստ երևույթներ են կրում։ Առույցների խորհուրդ է տրվում այս ամսվա ընթացքում շատ օգտագործել կանաչ գույնի քարեր, հագուստ, ինչը տալիս է կանաչ գույն։ Դա իրենց համար շատ կարևորագույն նշաններից է։ Կույսերի համար, կույսերը այն եզակի մարդկանցից են, ովքեր միշտ ունեն խնդիրներ, միշտ ունեն մտածելու, երկար մտածելու, անընդհատ կասկածամտություն բերելու, անընդհատ ինչ-որ երևույթներ իրանց համար խնդիրներ ստեղծողներն են։ Դա վերաբերում է կին կույսերին հատկապես, ովքեր ծնված են ամսի 15-ից հետո։ Իրանց հետ այն մարդիկ, ովքեր ամուսնացած են կույսերի հետ, ասենք որ մի քիչ զգուշ եղեք իրանց հետ խոսալուց, որովհետև շատ պրոբլեմատիկ են։ Կույսերին խորհուրդ է տրվում այս ամիս օգտագործել ավելի շուտ բաց գույնի կապույտը, որովհետև շատ հանգստացնող երևույթների հետ է կապված, նաև կույսերի համար հաջողակ այս ամսվա թվերն են 18, 20, 3, 4-ը։ Շատ հազվադեպ թվերից են իրենք գալիս, որովհետև այդ կենտ թվերը եւ զույգ թվերը շատ կարևորագույն են։ Երկորակներ, սիրում եմ երկորակներին, միշտ տարօրինակ են։ Իրանց մեջ միշտ երկու մարդու կերպարը։ Այն երկորակները, որոնք տղամարդ են, ասեմ որ ձեզ համար շատ մեծ դրական շրջան է սկսելու։ Եթե ուզում ես վայելել աստղային քո կյանքը, ուրեմն մի լսիր ոչ մեկին, գնա առաջ քո ձևով, մի ենթարկվիր ոչ մեկին, քո մտքով անցել է գործ սկսիր, ոչ մեկին մի ասա։ Առաջին հաջողության դեպքում մեծ նշիր։ Արդեն կանայք ավելի զգոն եղեք, որովհետև այն կանայք, ովքեր երկորակ են ու պետք է նոր երեխա ունենալ, ասեմ որ հնարավոր է նույնիսկ փոփոխություն լինի ձեր կյանքում մեկի տեղը պատահական սկզբունքով երկորակներ ունենաք, որը որ բերելու են ձեր նման կամակորություն, այսինքն ոչ թե երկու երեխա ունենաք, այլ երկորակ ձեր նման լինի, կամակորություն, խիզախություն,
Եվ երկվորյակին երբեք իր խնդություններն ու մելանխոլիկ վիճակը չես կարող հասկանալ մեկ այս կողմից այն կողմ է գնալու նման մարդկանց այս ամիս օգտագործեք կարմիր գույնը կարմիրը ձեզ կբերի ավելի հանգստություն եւ պաշտպանություն Արման, ես ուզում եմ, որ մենք խոսենք մի քանի այն կարևոր հնարքների մասին, որոնցով կարող ենք պաշտպանվել սև էներգետիկայից։ Ցանկացած դեպքում այս հիմիկվա շրջանում, հատկապես գարնաշրջանում սև էներգետիկան բարդ գլուխ է բարձրանում։ Մի հատ հին խոսք կա, չէ, ասում է գարունը գալիս է, աղջիկները կարշորեր հագնում եւ ընկնում են փողոցները։ Սև էներգետիկան նույնպես ունի նմանատիպ խնդիրներ, որովհետեւ բոլոր կանայք այս ժամանակահատվածում իրենց մոտ բացում է հորմոնալ խախտումները եւ սկսում են թուղթուգիր անել բազմաթիվ տղամարդկանց վրա։ Ասել որ տղամարդիկ էլ պակաս չեն։ Իմ պրակտիկայում վերջի 3 տարիների ընթացքում տղամարդիկ ավելի շատ են դիմում մոգությանը, քան թե կանայք։ Զգալի փաստ է։ Այդ իսկ պատճառով ինչ կարելի անել, ինչպես հասկանալ կա արդյոք թե չէ։ Եթե ունեք անկում, տրամադրության, գլխացավ, մարդիկ բոլորը ձեզ համար ձեր վրա ազդում են ու չեք կարող միմյանց հետ շփվել։ Նևրոտիկ իրավիճակները անիմաստ են սկսում, կա հիմնական 3 պայման։ Ինչպես այդ ամենից պաշտպանվել։ Առաջին հերթին օգտագործում ենք թելեր, մեր շատ հին պապական մեթոդ է, կարմիր սևը թելը, սև թելը եւ կանաչ թելը։ Երբ որ իրան կապում ես 3 գույնով, փաթաթում ես եւ ստանում ես մեկ զանգված փոքր մանր հաթևնոցի նման 5 կա չէ որ կարմիր թելը 7 հատ կապում են, եթե փոխվեց երազանք է կատարում։ Այս անգամ անում ենք 3 գույներով կարմիր, սև եւ կանաչ։ Եվ ասում ենք, ով ինձ ինչ արել է, իրան հետ գնա։ Ցավը անես, ինձնից ու իմ ընտանիքից թող հեռու պահի։ Թող լույսը բերի, ոնց որ կանաչն է տալիս նոր ուղի, ոնց որ սևն է պաշտպանում սևից եւ որպես կարմիրը նոր կյանքի հիմք։ Եվ 3 կապով կապում ենք ձեր ձեռքի մեջ։ Ամենակարևոր պայմաններից մեկը դա նաեւ այն է տան մեջ օգտագործել հացի փրշունքը եւ աղը։ Մենք շատ ենք վերցնում, տանը հաց կտրում եւ վերջում ձեռքով սեղան մաքրում ենք։ Երբեք տան հացի սեղանը ձեռքով չմաքրեք։ Դուք այդ պարագայում փակում եք ձեր տան ֆինանսի ու հացի երևույթները դեպի ձեր տուն եկող էներգետիկան։ Այդ պատճառով միշտ իրան օգտագործեք, անձեռոցիկով վերցրեք եւ մի թափեք դու աղբամանը, այլ գցեք դեպի դուրս ու ասեք. ոնց որ ես այսօր հաց կերա, այնց է թող այդ էներգետիկան ինձ վերադառնա։ Շատ հին մեթոդ էլ կա, երբ որ տուն ես մտնում, տան դռան հետ կապված։ Ամեն 3 շաբթի եւ ուրբաթ օրեր պետք է տունը մաքրել աղաջրով։ Երբ որ աղով մաքրում ես ու ասում ես, ոնց որ ես մաքրեցի, այնպես է թող ով գա իմ տուն, թող բարի նպատակով տուն գա։ Այդ իսկ պատճառով այդ էներգետիկան պահվում է 1 շաբաթ։ Եվ կարողանում է մարդ եւ վատ աչքը, որ ասում են, այդ աչքից խուսափի։ Ֆինանսի համար կա մի հատ շատ հին մեթոդ, որը ասված է դեռ սլավոնական ժամանակաշրջանում, սլավոնացիներն են շատ օգտագործում, երբ որ դուռը բացում ես բալանինով, ասում ես, ոնց որ ես դուռն եմ բացում, այնպես է թող իմ դրամապանակը բացվի։ Երբ որ դուռը փակում ես, ասում ես, երբ որ ես տուն մտա, ֆինանսը իմ հետ բերեցի իմ դրամապանակ եւ աջ ոտքով դեպի առաջի քայլ եք անում դեպի տուն։ Անում եք դա մի քանի անգամ ու տեսեք ինչքան դրական էմոցիաների եք ունենում դուք։ Արման, ես պիտի ասեմ, որ մեր ունկնդիրները հաճախակի են մեզ դիմում, ինչպես կապվենք Արման Այվազյանի հետ։ Սիրելի բարեկամներ, մեր էկրանին կերևան հեռախոսահամարներ, այդ հեռախոսահամարով կարող եք զանգարել Արմանին, արդեն կա այդ համարը, եւ ձեր ուզող ցանկացած հարցը տալ նրան։ Այլապես չգիտեմ, այս ամենից հետո նորից եթե հարցնեք ինչպես կապվենք Արման Այվազյանի հետ, ուրեմն ձեզ մոտ ինչ-որ բան այն չի, չէ՞։ Չէ, իրականում կան բազմաթիվ մարդիկ, երբ որ ես վիդեոներ եմ գցում, ասում եմ կապնվեք այս հեռախոսահամարով, այնտեղ հեռախոսահամարը թե կա ձեր մոտ արդեն էկրանին տեսակ, եւ թե իմ Facebook-յան, Instagram-յան էջերում կա։ Մենք աշխատում ենք 3 աշխատող աշխատում է ձեզ հետ կապի միշտ լինել Facebook-յան, WhatsApp-ի, տարբեր սոցկայքերում, TikTok-ում կարող եք գրել, սիրով պատասխանում ենք բոլորին, իսկ ինչ վերաբերվում է ձեր հետևորդներին, ասեմ որ շատ շնորհակալ եմ ձեր ակտիվության համար։ Իսկապես երբ որ ես կարդում եմ ձեր մեկնաբանությունը, ավելի եմ ողջևորվում,
ու իզուր չեմ ես Հայաստանում սկսել Փակ TV-ի հետ աշխատել, մենք այն ժամանակ Buzz TV-ից ենք սկսել, դրա համար ասեցի, այժմ նաև Փակ TV-ում, որովհետև այն ուղին, որ մենք անցել ենք միասին, չեմ տեսել վատ մեկնաբանություններ, եղել են, անկեղծ ասեմ, բայց բավական ինքան դրական են եղել։ Հիմնականում դրական է։ Հա, ես արդեն սովորել եմ համ բացականին, համ դրականին։ Հետո դու վատերին շատ լավ, այսպես հանգիստ ես Հա, ասում։ որովհետև գիտեք ինչի, որ մի հատ հիմ է Իդեպ վատն էլ գովազդի։ Սև փիառը ամենալավ փիառներից մեկն է։ Ասեմ մի հատ sense լավ բան է կա, երբ որ ինձ ասում են վատը, ուրեմն ես ասում եմ, ուրեմն ես այնքան կամ, որ իմ մասին մարդիկ ավելի շատ են մտածում, քան թե ես։ Ու ես շփտալով գնում եմ, որովհետև իմ խնդրեմը դառնալու է ձեզ համար խնդրեմ։ Այնպես որ ինչքան ես լավ լինեմ, այնքան դուք լավ կլինեք։ Ինչքան դուք վատ ասեք, ես ավելի լավ եմ լինելու ձեզ համար։ Ապրեք, որ ինձանով ապրում եք։ Արման, դες հիշեցի մի հին անեկդոտ հրեական, ասում են Սարան ամուսնուն հարցնում է, ինչու ես անհանգիստ ամբողջ գիշերը։ Դե ասում է Աբրամին գումար եմ պարտ, չեմ կարողանում տալ։ Ասում է զանգի ասա, որ չես տալու։ Ասում է ոնց։ Հա, սա է թող ինքը մտածի։ Ես որ ես մտածելու բան չունեմ դրա համար, իսկ մի հատ այն շատ հետաքրքիր նշում էլ անեմ, այն մարդիկ ովքեր շատ են խոսում, որ կա արդյոք մեր վրա սև էներգետիկա կամ ինչն է պատճառը, արգելինես, երբ որ դուք գալիս եք ու դիմում եք եւ մասնագետի, ամենաառաջի հերթին լսեք ինքը ինչ է ասում ու միշտ չի որ ձեր վրա կարա լինի սև էներգետիկա, միշտ չի որ կարա լինի թուղթուգիր, ուղղակի դուք ինքներդ եք կարող բացական նեգատիվ ձեզ համար ստեղծել, ու այդ նեգատիվը մտածեք որ ձեր վրա թուղթուգիր կա, այդ իսկ պատճառով եղեք ավելի ուշադիր, ես էլի եմ ասում ոչ բոլորի վրա կա թուղթուգիր, արված, ասված երևույթը, կան մարդիկ որ իրենք են ստեղծում այդ էներգետիկան, այնպես որ մի քիչ ավելի դրական, ավելի բարի դրացիական եղեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Արման հաջորդ հարցս քեզ այս օրերին ինչից պետք է խուսափենք։ Այսօրից ամենաշատը պետք է խուսափել քաղաքականությունից։ Որովհետև իրականում գիշեք մեր նախորդ եթերի ընթացքում ողբերգական ասի դեպք է տեղի ունելու Հայաստանում, ինչ որ մի քանի անձիկ լացել են ու ցավոք իմ կանխատեսումը դարձյալ եղավ, այն ընտանիքը որ մահացավ ավտովթարից, մեծ ցավով դրա մասին համ տեղեկացա, համ կանխատեսում էր եղել։ Զգուշ եղեք մի խնդրանք բոլորից հետ, մեքենաներից, որովհետև այսօրվա դրությամբ շատ են անիմաստ քշողները, ովքեր ուղակի քշում են։ Զգուշ եղեք շատ մեծ բացական նեգատիվ կա Հայաստանում մարդկանց ագրեսիվ պահվածքից մի քիչ ավելի զգուշ եղեք փողոցում քայլելուց Հայաստանի համար քանի որ ընդհանրապես մնացել է մի ամիս բացական այդ քաոսային իրավիճակում մնալ, որից հետո բավականին հանգիստ շրջան կսկսի, բավականին դրական ու անցումային շրջան կսկսի, ու ելի մեր եռագույնը կծածանվի ավելի հպարտ, ավելի հզոր, ինչը որ ես միշտ ասում եմ, ես իրականում Հայաստանից այն կողմ աշխարհ չեմ տեսնում, շատ տեղեր եմ եղել, բայց ես միշտ գալիս եմ իմ Հայաստանը, սիրում եմ իմ երկիրը, որովհետև ես էլ եմ իմ մասնիկը, ուղղակի մի քիչ ավելի հանգիստ եղեք ու բարի, մեկը մյուսի համար, մի բուր հայ ենք մնացել, խնդրանքս ձեզ ավելի սիրալիր եղեք, առանց հետև բոլորի, երբ որ մարդիկ գնում են, միշտ նկատում են, որ իրանք ագրեսիվ են տրամադրված, չկա այն ժպիտը, որ մարդիկ ունեցել են առաջ, վերջացել է, չկա։ Բարձր։ Արման, փորձենք պատասխանել մեր հետևորդներից մի քանիսի հարցերին, այդ հարցերը բերել եք ձեզ։ Այո, իմ մոտ կա գրած այդ հարցերը, ամենաառաջին հարցը հետևյալն է, ինչպես կարող ենք անել, որ մարդ ինձ տեսնելիս վախենա։ Ասեմ, որ շատ հետաքրքիր հարց է, բայց վախենալ ու ստեղծել ագրեսիվ վիճակ երբեք չի կարելի։ Եթե մարդ ես տեսնում եմ վախենում է, ուրեմն դուք իր համար ագրեսոր եք, այսինքն արդեն դուք ինքներդ իր համար ստեղծում եք բացասական նեգատիվ։ Իսկ նա կդիմի շատ վատ մասնագետի, որը որ ինքը իրականում էքստրասենս չի լինի, ու ձեր նկարի վրա կփորձի ինչ-որ էներգետիկա անել, որ իբր պաշտպանում է ձեզ, ու կստեղծի վատ էներգետիկա, արդեն կստեղծվի թուղթուգրի էներգետիկան, ոչ թե թուղթուգիր, այլ բացասական էներգետիկա։ Նման դեպքերում մեկ վախացրեք իրանից, ուղղակի
Պաշտպանվեք ինքներդ մի քանի տարբեր եղանակներով։ Ամենաառաջինը միշտ ունեցեք ձեր մոտ մի հատ փոքր, այսպես ֆլակոնի մեջ աղ եւ ասեղ։ Միշտ ամենաագրեսոր մարդուն տեսնելուց միշտ ինքը իր վրա վերցնում է այդ էներգետիկան եւ կարողանում է այդ լարվածությունը անցնել։ Ունեմ քննություն, կհանձնեմ արդյոք ծննդյան ամիս ամսաթվեր նշվածի մոտ, այո, հանձնելու եք ձեր քննությունը, անհանգստանալու ոչինչ չկա։ Ամենահետաքրքիր հարցից մեկը Հասմիկին էր հարցը։ Ես ունեմ 3 երեխա, 3-ն էլ աղջիկ են, արդյոք ունենամ տղա։ Ձեր ծննդյան ամիս ամսաթվերով նայել եմ, կներեք, բայց չեք ունենա դարձյալ հաջորդը աղջիկ է լինելու, նոր արդեն այս ժամանակահատվածում մեկ փորձեք տղա ունենալ, որովհետև չի ստացվելու, ցավում եմ։ Կա արդյոք մայրական անեծք, որը որ անկախ իրանից ստեղծում է։ Այո։ Ամենավատ էներգետիկան ստեղծվում է մայրական ծնողական անեծքի միջոցով։ Միակ էներգետիկան է, որը որ ավելի վատ ազդեցություն ունի, քան թուղթուգիրը։ Որովհետև երբ որ ծնողը քեզ անիծում է կամ ինչ-որ նմանատիպ բան են վատ էներգետիկա ինչ-որ բառեր ասում, այդ դեպքում առաջանում է արդեն գենետիկ թուղթուգրի ժառանգական երևույթի զարգացած էներգետիկ կլանումը։ Այսինքն այն ինչ որ արվել է նախկինում, հիմա գալիս է ձեր վրա, քանի որ ինքը հանդիսանում է ձեզ համար գենեֆոն։ Իմ ամուսինը անընդհատ իր մամայի հետ է ու չի կարողանում տուն գումար բերել ու անընդհատ աշխատում է ինձնից խուսափել, մոր հետ ավելի լավ է, կամ կարող է ինքը դաշտանի արյուն է խմացրել։ Հարգելիս, պատասխանեմ այս նման հարցին այսպես, որ ծնողը երբեք իր երեխային ինչքան էլ տենց բաներ անի, դա չի ազդի իր վրա, որովհետև այդ էներգետիկան իր արդեն գենոֆոնը ինքը տվել է, այսինքն ստեղ կա մեկ այլ խնդիր, որը կապված է ձեր ամուսնու նախկին կնոջ հետ կապված, որովհետև ձեր ամուսնացած բաժանված է եղել ու թուղթուգրի հետևանք արել է նախորդ կնոջ մայրը, այսինքն զոքանչը, որը որ արել է հենց կապ ստեղծելու եւ ֆինանսը կարգավորելու եւ բաժանում ստեղծելու համար, որի պատճառով արդեն առաջացել է հիասթափություն բոլորից, իսկ մոր վրա արած թուղթուգիրը չի կարող լինել նմանատիպ բան, այդ իսկ պատճառով ձեր ամուսինը շատ մեծ ձևով շփում ունի իր մայրիկի հետ, քանի որ միակ էներգիան է, որ իր համար բաց է։ Եվ մի հատ շատ լավ հետաքրքիր հարց էլ կար, շատ դուրս եկավ, պարոն Այվազյան, եթե մենք գանք Հայաստան, որտեղ ձեզ կարող ենք տեսնել։ Ես համարս արդեն կար 094 12 38, կարող եք Տիգրան Մեծ 67A հասցեով մոտենալ, Fast Drive, երկրորդ հարկ, 5-րդ սենյակ, այսպես ասեմ, շենքն է։ Ես միշտ բաց եմ 12-ից ժամը 6-ը, սիրով ձեզ կսպասեմ, մեզ գրում են Շվեդիայից, բարով եք գաք, որովհետև ես բոլորից շատ սիրում եմ, այն հատկապես երբ որ գալիս են հայրենադարձ են լինում Հայաստան ու ուրախ զվարթ է հանգալություն ասում են, եկել ենք Հայաստան քեզ տեսնել, ես այնքան ոգևորվում եմ դրանից։ Այո, եւ անպայման հարցնում ես, սիրեցիր մեր Հայաստանը։ Իրանք եթե չսիրեն իմ կարծիքով Հայաստանը չսիրել անհնար է։ Արման, Մենք այնքան դրական էներգիա ունենք Հայաստանում, մենք այնքան մեր բնությունը Մենք նաև ասեմ, որ շուտով Այվազյան Ֆորտունայի նոր եթերաշրջանում կլինի Հայաստանի մոգական տարածքները, որը որ նմանատիպ սենսացիոն բան չկա, մենք ունենք մոգական շատ ուժեղ էներգետիկ դաշտով տարածքներ, որտեղ մարդիկ իսկապես կարող են բազմաթիվ հաջողությունների առողջական առումով իհարկե առողջական հաճումը բազմաթիվ հաջողություններ ունենան եւ ահագին հոդացավերի սրտի հետ կապված խորհուրդ կտամ այնտեղ շատ լինել ու այցելել այդ եկեղեցիներ, որովհետեւ հին եկեղեցին կառուցել են այն վայրում, որտեղ որ եղել է էներգիա ոչ թե հիմա ամեն մեկով մի հատ մեղսագործություն անում, մի հատ մեծ եկեղեցի է կառուցում, ճիշտ է եկեղեցին Աստծուն է, ես միշտ էլ ընդունում եմ, բայց հին եկեղեցին ունի իր նշանակությունը, իր էներգիան։ Եվ Արման, դե ինչպես մոգական լապտերիկում են երկում, մենք էլ ձեզ հրաժեշտ ենք տալիս, սիրելի բարեկամներ, եւ Արմանին էլ մաղթում հաջողություն, կապը պահեք նրա հետ, կարծում եմ դրանից կշայի մեր ունկնդիրը։ Այսօր այսքանը ցտեսություն։